Բարի Կիրակի առավոտ շուտ ժամը 7:30 սիրելիներս արթնացել եմ ու մի քիչ հիվանդ եմ ոնց որ կտրված ձայնով, բայց որոշեցի բիսկվիտ թխել։ Ուրեմն գիտեմ որ հարցնելու եք, ասեմ, եթե ուզում եք այս տեսակ բիսկվիտ ստանաք, այսենց, պետքա կարագը փոխարինեք ձիթայուղով, իսկ մածունն էլ կաթով կամ նարնջի հյութով կամ եթե ուզում եք ձեր սիրելի հյութով, բայց ես արել եմ կաթ եւ ձիթայուղ, ուղղակի շատ արագ եմ նկարել ու շատ արագ եմ թխել ու չեմ նկարել։ Շատ համեղ ասենց ստացվում, երեխեքն էլ շատ են սիրում ու ես սիրում եմ, երբ որ Կիրակի օրը երեխեքը արթնանում են ու ամբողջ տունը անուշ թխվածքի բույր է տարածվում, այդ մանկության հիշողություններ է իմ համար ու ուզում եմ իմ երեխեքն ունենան։ Սուրճն էլ պատրաստվի ու սուրճ խմենք առավոտյան նախաճաշ սուրճ բիսկվիթով։ Սուրճը վայելելուց հետո իջել եմ ներքև ու պատրաստվում եմ ճաշին, որոշել էի պելմեններ պատրաստել, հետո միանգամից պելմենները փոխարինվեցին վարդով, քանի որ սա մեր ընտանիքի ավանդական ուտեստ է դարձել, որը շատ ենք սիրում բոլորս, ուղղակի քանի որ սոխ չեն սիրում, մերոնք շատերը ընտանիքում դրա համար պատրաստում եմ հենց այսպես ուղղակի պարզ սոխեռած, իսկ ովքեր որ սիրում են կարելի է ավելացնել պղպեղներ, լոլիկ, շատ առատ սոխ ու այդպես այլ ավելի համեղ է ստացվում այս թանձրուկը։ Սիրելիներս այս խուճուճ-մուճուճ ճամփաներով եկել էինք Զեկայիս երազանքի հետևից, հենց Իտալիայի սահմանի վրա։ Մտածում էի արդեն դուրս ենք գալիս բանից, Քենթենից, բայց չէ։ Մենք գիտեիք արդեն, որ Զեկայիս համար դաշնամուր էինք փնտրում, որ գնեինք, սկզբում նորերը, հետո նայում էինք բան ու հետո պատահական հանդիպեց ինտերնետում, որ այս մարդը գնել է իր երեխեքի համար, նվագել են երեխեքը, հետո դուրս են եկել, չեն շարունակել ու ասում այդպես մնացել է, չենք օգտագործել մի քանի տարի, բայց շատ լավն էր, մտանք ինտերնետով նայեցինք, որ այդ նույնները ոնց որ եռակի անգամ ավելի թանկ են, հավեսով ընտանիք էին ու էլ ասեց այսօրվա գործը վաղվան չթողեմ, դեռ հենց նոր էր ինքը գցել, եկանք վերցրեցինք, հիմա գնում ենք տեսնենք Զոյկան չգիտի, Զոյկայի ռեակցիան տեսնենք ոնց ինքը սպասում էր, որ դեռ մենք փնտրում ենք, ինքը դեռ պետքա գումարը հավաքի այդքան, որովհետև հիմա էժան չեն այս դաշնամուրները։ Այդպես լավ գնանք նկարեմ մի քիչ ճանապարհ, ինձ սիրուն ճանապարհներով ենք եկել։ Արդեն հասնում ենք ու անհամբեր եմ, որ տեսնեմ Զոյկայի ռեակցիան, աղջիկները գիտեն ու Զոյկային բարձրացրել եմ վերև, որպեսզի մենք դե բերենք, տեղավորենք, նոր Զոյկան իջնի ու տեսնենք Զոյկայի ռեակցիան, որ ինքը առհասարակ բացարձակապես չի սպասում, որ կարող է այսօր գնաց լինենք։ Բացի մի հատ, նստի, սենց բրթում ես, բրթի, պետքա բրթես, Զոյ, դե նստի, ոնց են միացնում, հելի սխնի մի հատ տեսնեմ, Ես էլ քո գիրքը, ես էլ եմ կարել,
Շնորհավոր կյանքը։ Ահա, սա էլ Զոյկայի արձագանքը, իսկ եթե չհասկացաք, թե ինչ էր ասում, ուղղակի ասում էր մամա դանք է, մամա շնորհակալություն։ Մենակ այդ երկու բառներ ասում ամբողջ ընթացքում։ Սիրելիներս, դե իսկ այս կադրերն արդեն չորեքշաբթի օրն եմ նկարել դեպի գրած գնացող ճանապարհին, էլի չորեքշաբթի է ու մեր վիրահատությունների օրն է, ահա էս էլ այն գեղեցիկ տեսարանը, որը բացվում է հիվանդանոցից, բայց ուղղակի այսօր արդեն անձրևային։ Իսկ հետադարձի ճանապարհը էլ ավելի գեղեցիկ էր, որտեվ գնալուց մառախլապատ էր, իսկ հիմա բացվել է ու մի հատ տեսեք այս կանաչը, այս բնությունը, ամեն ինչ արժի։ Այս անհատում գալերի, որ հոգնած գործից գալիս ես, ու այսենց չհաշված, որ հացը սարքել է, մի հատ էլ այսենց մեծ բուկետ է հավաքել իմ համար։ Ասեմ, ոնց ես հավաքես, ես բուկետ չեմ ծախում, ասում 5 հատ տարբեր գույների առել եմ փոքրիկ ծաղկե փունջ, ու այսենց հավաքել եմ Անգելինան, օպրես կյանքս, օպրես։ Իսկ այս կադրերը Զոյկայի դպրոցից է, եկել ենք Զոյկայի ծնողական ժողով, այսօր նաև հեծանվի դաս են ունեցել, հեծանիվ վարելու, դրա համար հեծանիվները կանգնած ներքևում, գնում եմ ծնողական ժողով ու գիտեմ, որ ամենակիչը 2 ժամ տևելու է։ Սիրելիներս, արդեն հաջորդ օրն է, եկել եմ աշխատանքից ու այսպիսի համեղ տժվժիկ ենք պատրաստում ու սրա սիրահարը հիմնականում Ալենը, Անգելինան ու ես ենք, ահա տեսեք ինչ ախորժելի տեսք ունի։ Դե իսկ էստեղ էլ Էլենիս հետ պատրաստել ենք հումուս, այսինքն ինքը մի մասը պատրաստել էր, խաշել էր ամեն ինչ, ես միայն համեմունքներն եմ ավելացրել։ Դե իսկ քանի որ եղանակը անձրևային է, ընթրիքի համար պատրաստել եմ բորշ, որը վայելելու ենք պատշգամբում։ Վերեմ հաց դնեմ, նստենք մի հատ այս մաքրոթին բորշ վայելենք։ Ծաղիկներս ամենուր ծաղիկները այս վիդեոյի նվիրացնա, բերեմ վերև Անգելինայինս ներքևում է։ Սիրելիներս պատրաստ է, ինչը կարա ավելի համով լինի, քան տնական եփած բորշը, տնական հացը թխած և տնական պատրաստած գինին։ Դե ինչ բարի ախորժակ։ Բարի առավոտ սիրելիներս, ամենատնական գյուղական նախաճաշն է մեր մոտ ու հիմա մի հատ այս տնական հացով, տեսեք այսենց կտրատած ինչքան լավն է, փորձեմ հունուսը, քանի որ 3 չէի փորձել, դեռ տենց տաք էր, ես սառն եմ սիրում, բայց երեխեքը կերան շոտ հավանել են, ասին, որ շոտ համեղ է։ Այսենց եմ սիրում։ Բարի լույս, ինում սիրուն աղջիկն է։ Ես եմ մազերով։ Բարի լույս։ Լավ ես քնել իմ մորի։ Հա։ Դու գնում ոզիդ մի հատ կոպի ու արի հաց ուտենք նախաճաշին, հա։ Սենց Սաներել ես։ Հա, գնամ սենց թողեմ։ Հա, հիմա մի հատ մի քիչ փուջուրիկ կապի հետ է, որ հաց ուտելուց չխանգար, դու նույնիսկ կքանդես, իմ սիրուն։ Բայց գաս դու կապեցի։ Հա, բեր ես կապեմ։ Իսկ այսօր արդեն շաբաթ է, շաբաթ առավոտը, այ հենց այսպես է սկսվում։ Մեկի տեղը երբ ես կյանքում, որ համարում էր նա տանքը, որ գլխի տակնում, որ սրտի միակ բարձանքը, աղջիկն ես կյանքում, որ համարում էր նա տանքը, որ գլխի տակնում, եկել ենք ռուսական խանութ ու իմ աչքից չվրիպեց այս քաղցրավենիքի տուփի վրայի այս անհայտ աղջկա նկարը, որը միշտ ինչ ինձ հիշում եմ, փակցված էր տատիկենցս տան պատին ու բոլորն ասում են, որ դա իմ մաման է։ Խոնար հորքուրի նկարն է, այդպես գիտեին բոլորը ու իրոք շատ նման է մամայիս։ Բարի շաբաթ երեկո սիրելիներս,
գնացել ենք գնումների, հետո մտանք տեքորստուն, սուրճ խմեցինք, դուրս եկանք ու գնամ տուն, որոշել եմ մի հատ փոքրիկ հատված նկարեմ, դեռևս պետք է նախորդ վլոգում խոստացել եմ, որ նախորդ վլոգում ա լինելու այդ հարցի պատասխանը, բայց գնամ տուն ու այս վլոգում կպատասխանեմ, որովհետև այս վլոգում ավելի տեղին է այդ հարցին պատասխանելը, հեսա գնանք ու կասեմ խոսքն ինչի մասին է, գնացինք ներս։ Սիրելիներս եկանք տուն, ընդամենը մի քանի րոպե է անցել ու տեսնում եք ինչքան շուտ արդեն մութն ընկավ, պատշգամբում եմ ու որոշեցի պատասխանեմ ամենաշատ տրվող հարցին, իհարկե շատ հաճելի է, երբ որ ամեն վլոգից հետո նոր հետևորդներ են միանում, որոնք ունեն շատ հարցեր ու ես էլ այնքան շատ եմ վիդեոները, որ չեմ կարող ասել գնացեք այս վլոգը նայեք կամ արդեն խոսել ենք այդ մասին, հնարավոր է, որ կրկնություն լինի ու շատ արդեն բազմիցս լսել եք այդ հարցերը, որոշակի հարցերին պատասխանում եմ տեղում, բայց կան հարցեր, որոնց պետք է այսպես պատասխանել մեկ անգամ եւս ու ինչի հենց այսօր, ճիշտ է, շատ է, գրեթե բոլոր վլոգների մեկնաբանությունների բաժնում այս հարցը լինում է, որտեղ եք ապրում, ձեր տունն արդյոք թե ոչ, այդ հարցը ու ինչ եմ հենց այսօր որոշել պատասխանեմ այդ հարցին, որովհետև վաղը սեպտեմբերի 28-ն է ու հրանում է 3 տարին հենց այս օրից, այս նկարի օրից։ Ինչ նկար է սա 3 տարի առաջ, հենց այս օրը, սեպտեմբերի 28-ին, մենք ստորագրեցինք նոտարում մեր տան գնման պայմանագիրը։ Մենք 2011 թվականից ապրել ենք Վիեննայում ապրել ենք մի քանի պիցիրքներում, շատ սիրում եմ Վիեննան ու ինձ համար Հայաստանից հետո, Երևանից հետո, իհարկե չեմ առանձնացնում Երևանը, Հայաստանը իմ համար ամեն ինչ է, չեմ առանձնացնում Երևան, Հայաստան, քանի որ ինքս էլ ծնունդով Երևանից չեմ, բայց ամեն դեպքում ինձ համար Վիեննան Հայաստանից հետո համարվում է աշխարհի կենտրոնը, շատ ենք սիրում Վիեննան, բայց Վիեննայում 10 տարուց ավել ապրելուց հետո ոնց որ եկավ մի պահ, որ հասկացանք, հասունացել է այն պահը, երբ որ մենք ուզում ենք ունենալ մեր սեփական տունը մեր անկյունը, որովհետև 4 երեխաների հետ Վիեննայում, իհարկե սկզբում փնտրում էինք Վիեննայում, այնպես էր, որ այն տունը, բնակարանը, որտեղ մենք ապրում էինք, ու շատ վլոգներ կա, շատ էինք սիրում այդ բնակարանը, շատ հավես, շատ հարմար բնակարան էր, բայց շենքը էլ չէր երկարացնում պայմանագիրը, որովհետև շենքը ուրիշ նպատակներով պետքա վաճառքի հանվեր։ Ու էլ չունեինք հնարավորություն լրանում էր տան պայմանագիրը ու մենք փնտրում էինք արդեն, քանի որ երկուսս էլ աշխատում էինք, ես սովորել վերջացրել էի, աշխատում էինք ամուսինս էլ ու կարող եմ ասել բարձր էինք վարձատրվում, ժամանակներ հասունացել, որ դիմեինք բանկին տուն հիպոթեկով տուն ձևակերպելու համար։ Սկզբում Վիեննայում էինք փնտրում, շատ փնտրեցինք Վիեննայում, կարող էինք այն գումարի չափով, որը մեզ տրամադրում էր բանկը, կարող էինք Վիեննայում գնել ուղղակի մի հատ բնակարան ամենաշատը 3 սենյականոց, բայց դե 6 հոգով 3 սենյականոց բնակարանում ու աշխատել ամբողջ կյանքը 30-35 տարի, տալ միայն այդ 3 սենյականոց բնակարանի վարձը, կրեդիտը փակել ու էլի մենք մեզ հարմար չենք զգալու, ամեն մեկը չեր ունենալու իր անկյունը։ Երեխաները դե արդեն ուզում էին ամենք ունենալ գոնե իրենց սենյակը ու հետո սկսեցինք տուն փնտրել։ Տունը դե պարզ է, Վիեննայի կենտրոնում չկա, ավելի ծայրամասերում, բայց էլի չէր ստացվում, էլի թանկ էին, կամ փոքր էին, կամ ինչ-որ, ու հետո քիչ ոնց որ Վիեննայից հեռացանք։ Դուրս ավելի Վիեննայի ամենակողքի մարզերում, Բուրգենլանդում կամ Նիդերլանդում էինք փնտրում, ու ոնց որ քիչ այդ հեռավորությունը ավելի գնում էր դեպի Վիեննայից, ավելի հեռվանում էինք, բայց ամեն անգամ ինչ որ մի բան խանգարում էր, ամեն անգամ, այն որ գալիս էր պա, եղել է Վիեննայում ծայրամասերում տուն, որ արդեն մեզ թվացել է էս լինում է, վերջ, էս լինելու է արդեն, կար մի հատ այն Ryan House-ներ կա, որ սենց իրար կպած տներա տեղը, որ արդեն համարյա ստացվում էր, բայց վերջի պահին ինչ որ մի բան չստացվեց, ու քիչ հեռվանում էինք ու եկավ մի պահ, որ հասկացանք մենք արդեն Վիեննայից մոտավորապես մի 100-150 կիլոմետր հեռավորության վրա է այն տները, որոնք փնտրում ենք,
ու մտածեցինք, որ եթե մենք լինելու ենք լրիվ ուրիշ մարզում, փոխվելու է մեր աշխատավայրը եւ փոխվելու է երեխաների դպրոցները, հայկական դպրոցը արդեն դժվար կլինի երեխաներին տանել բերել ամեն շաբաթ, մեզ ինչն է կապում էլ Վիեննայի հետ, եթե մենք Վիեննայից լինելու ենք 150 կիլոմետր հեռավորության վրա ու Տեքորենցիցս էլ ավելի հեռու, մտածեցինք իսկ ինչի որ փոխվելու է մարզը մեր համար ինչ տարբերություն թե մենք որ մարզում ենք ապրում ու այդ ժամանակ արդեն դե իհարկե երեխաների կարծիքը հաշվի առնելով որովհետև մեծից մինչև փուճուր նույնիսկ զոյկայի կարծիքն ենք հաշվի առել որ համաձայնեք որ մենք տեղափոխվենք այսինքն տուն փնտրենք հոպարենց մարզում Քենթենում որովհետև երեխաները շատ էին նեղվում դե բոլորիս համար էր որ մենք այստեղ ընդհանրապես մենք մեկս մեկիս ունենք ու հեռավորության պատճառով դե դաս աշխատանք տարվա մեջ մի 2-3 անգամ ենք հասցնում իրար տեսնել, էլ չեմ ասում միայն ամառներն էր, որ կամ մեկ ամանորին, մեկ էլ ամառային արձակուրդներին, որ մի քանի օր իրար հետ անցկացնենք ու ժամանակն էլ շատ արագ անցնում, իրարից հեռու մտածեցինք ու եկանք համաձայնության ու սկսեցինք փնտրել այստեղ մի հատ տուն կար, հենց առաջի տունը որ եկավ մեզ, արդեն Վիտոնն ամբողջ սայթերով, բանով փնտրում էր, Տեքորս տանը շատ մոտ, գնացինք, եկանք մենք այնտեղից, եկանք նայեցինք ու չհարմարվեցինք իրենց պայմաններին, իրենք էլ մեր պայմաններին, որովհետև հողը առանձին էր վաճառում, տան հետ ոնց որ հիմա մեր տունը, ինքը տունն է ու այս դիմացի հողատարածքը, ինքը բնակելի տուն կառուցապատելու համար նախատեսված հողատարածք է, բայց տան հետ մենք գնել ենք իհարկե առանձին պայմանագրով, բայց ինքը այդ պահին չէր վաճառում ու հետո կարող է մի երկու ամիս հետո ուրիշի վաճառել ու ստացվում էր որ գալու են հենց մեր քթի տակ, հենց մեր բակում ուրիշ ու չգիտեին ինչ նպատակով կծառայեր, այդ ինչ նպատակի ծառայր այդ հողատարածքը։ Այդպես չհամաձայնվեցինք ու մենք նորից հետ վերադարձանք Վիեննա։ Մտածեցինք, որ վերջ գնում ենք ու վարձով տուն գտնենք, որտեվ տան արդեն ժամկետ այդ ամառային արձակուրդներն էր, իսկ մենք ունեինք մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակ ու պետքա տունը ազատենք, ասինք վերջ գնում ենք ուրիշ տուն գտնենք վարձով։ Նոր էինք հասել Վիեննա ու ոնց որ ամուսնուս գալիս է մի հատ էլ տան բան, որ հենց նորեն տեղադրել այդ կայքում ու մեկ էլ ամուսինս մի անգամից նայում է ու զանգում է Տեքորես, բա ապեր որտեղ ես, բա սենց ես, բա մի հատ բան եմ ուղարկում հասցեք արագ գնաք նայեք, այդ ժամանակ Էլենս էլ իրենց տանն էր ամառը ու գալիս են Տեքորեսկին Էլենս գալիս են այստեղ նայում են ու մի քանի րոպե հետո ընդամենը զանգում է, բա եկեք չգիտեմ ապեր նայի ոնց ես անում, ինչ ես անում, այս տունը պետքա դու վերցնես, արի նայի, գիտեմ որ կհավանես, արեք նայենք։ Ու մենք ոնց որ մի երկու օր հետ, չէ, հենց հաջորդ օրը նորից հետ ենք գալիս այստեղ, գալիս ենք մի անգամից այդ ընթացքում այնքան տներ ենք նայել, այնքան տներում ենք եղել, ինչ որ մի բանը միշտ ինձ խանգարում էր, բայց հենց մտանք այս բակ, բակում էր նստած պապիկը ու մի անգամից ոնց որ մի բան, այսպես ոնց որ ես իմ տուն մտնեի, այդ տպավորությունն էր, որ ինձ թվաց, որ ես այս տանը արդեն եղել եմ Այս տանը արդեն ապրել եմ, այսենց մի տեսակ ժպտում էր տունը, ամեն ինչը, 4 բոլոր ու ես ինձ արդեն պատկերացնում եմ ես տանը, որ ես այս տանն եմ ապրում, ոնց որ ասած, այս տան տիրուհի էի պատկերացնում, այդպես նստեցինք, խոսեցինք, իհարկե շատ հեշտ համաձայնության եկավ, համաձայնվեց մեր պայմաններին, դե գնի առումով ավելի, դե իհարկե հիմա ես գներից չեմ խոսի այսպես, ինչքան էր, ինչքանով գնացինք, ոնց ինչպես, բայց ստացվեց մի անգամից հենց թղթերը արդեն պատրաստ էր, վերցրեցինք ու մենք էլ չձգձգեցինք հենց հաջորդ օրը առավոտ շուտ այդ արդեն առավոտ շուտ գնում ենք Վիեննա, որովհետև ուրբաթ է, որ հասցնենք թղթերը տանք բանկ։ Գնում ենք Վիեննա ուրբաթ օրը, ոնց որ ուրբաթ առավոտյան ու գնում ենք մի անգամից բանկ, դե ասում ենք դե հələ կսպասենք, կձգձգվի բան ու մեզ երկու շաբթի օրը մի անգամից, երկու շաբթի կեսօրից հետո բանկից գալիս է պատասխանը, որ բանկը հաստատում է մեր կրեդիտը, մեր հիպոթեկը հաստատվում է ու չենք հավատում։ Վիտոնին զանգում է, ասում է կար, սենց ասում եմ, հա բայց ոնց կարա լինի, հələ ընդամենը մի քանի ժամ է անցել, որ շաբաթ կիրակին հանենք բան, բա չէ սեն զանգեցի նորից մեկ, ես էլ չհավատացի, նամակին զանգել եմ, բանկը հաստատում է մեր հիպոթեկը։ Ու մի խոսքով, դրանից հետո արդեն դե անցավ, այդ արդեն սեպտեմբերի սկիզբն էր, մինչև իրենք արդեն իրար մեջ այդ հարցերը կարգավորվում է ու մեզ եկավ արդեն նամակ, որ մենք սեպտեմբերի 28-ին հրավիրված ենք նոտար տան պայմանագիրը ստորագրելու համար։ Այդպես, այդ էլ դե հարցի պատասխանը, տունը գնել ենք հիպոթեկով ու բանկը տրամադրում էր մեզ որոշակի չափով, մենք նախորդ եղել էինք բանկում ու արդեն հարցում արել ենք, թե մեզ ինչքան գումար է մոտավոր բանկը կտրամադրի։ Մենք կարող ենք այս մարզում այդ գնով
այդ գումարով գնել, ասենք, մի հատ փոքրիկ, մի 100 քառակուսի մետրանոց նորակառույց տուն, փոքրիկ հայաթով, բակով, բայց մտածեցինք, որ տեղափոխվում ենք արդեն, պետքա մի քիչ էլ կողքից օգնություն լինի, հնարավորություններ ունենա մի քիչ, հետո էլ երեխաների տեր ենք 4 երեխաների հետ, ամբողջ կյանքում պետքա աշխատես, փակես, որ գոնե մի քիչ մեծ հնարավորություններ ունեցող տուն լինի, ու ոնց որ հենց այդ էր, որ ինքը բազմիցս եմ ասել, շատ հարցեր եք տալիս, ինքը շատ մեծ սեփական տուն է, ունի տան մեջ առաջի կիսանկուղային հարկն է, ինքը մեծ բնակելի տարածքով, նկուղով, մեծ տեսել եք հյուրասենյակ խոհանոցով, առանձին հյուրերի սենյակով, նորից հյուրասենյակով, բաղնիկ զուգարան, ամեն ինչը, ու այն որ շոկի էի ենթարկվել սկզբում, որ այս մի տան մեջ կա 6 Անգելինա 6 լոգարան, 6 լոգարան, որոնցից 3-ը սանհանգույցը իրար հետ է, 6 լոգարան, 6 զուգարան, 6-7 խոհանոց, սենց, ու մտածում ենք, որ այսինքն ինքը այդ հարկն է, հետո երկրորդ հարկում արդեն, այսինքն ասած առաջի նորմալ հարկում 3 հատ առանձին 50-ից 55 60 քառակուսի մետրանոց 3 հատ առանձին բնակարաններ է, իր մուտքով առանձին, իր բալկոնով, լրիվ առանձին բանալիով, նույնիսկ ամեն ինչը առանձնացված, ու երրորդ հարկում արդեն ինքը կիսատանիքային հարկն է, որտեղ էլի մեծ տարածք է, կեսս պատրաստած այնտեղ հիմա աղջիկների ննջասենյակներն է ու կա եւս 80 քառակուսի մետր մի քիչ էլ ավել դեռ կիսակառույց, որ ներքին հարդարման աշխատանքները պետքա կատարվի, էլի այդքան տարածք։ Այսինքն ստացվում է, որ մենք այդ գնով կամ պետքա գնեինք 100 քառակուսի մետրանոց մի հատ պատրաստի արդեն ամեն ինչը սարքած տուն կամ դրա քառապատիկը, ասենք 400 քառակուսի մետրանոց, բայց ոչ նորակառույց, որտեղ կան աշխատանքներ կատարելու մեծ հողատարածքով, սեփական տուն ու պարզա մենք ընտրեցինք այդ տարբերակը, որ ունի հնարավորություն կարող ես առանձին տները վարձով տալ, կարող ես որպես հյուրատուն օգտագործել ու ունես քեզ էլ մեծ տարածք ու նաև բնակիչներն էլ քեզ չեն խանգարի, որտեղ կան առանձին մուտքեր։ Այդպես իրելներս մի խոսքով երկար խոսեցի, բայց այս էլ սպառիչ պատասխանը այդ հարցի, հա ինչ էի ուզում ասել, ու մենք հենց այդպես էլ արեցինք, որպեսզի սկզբում մեզ հեշտ լիներ ավելի, որտեվ նոր ենք տեղափոխվել, պետք է աշխատանք գտնել այդ ամեն ինչը, մենք դրա համար հենց այս պատշգամբով տունը, որտեղ հիմա ես եմ ու որտեղ մենք վերանորոգում ենք, հենց այս տունը մենք վարձով տվեցինք, որպեսզի այդ վարձով մեզ դե սկզբնական շրջանում օգնություն լինի, կարողանանք փակել, այսպես ասած բանը, ու իսկ հիմա արդեն էլ ոչ մի բնակարանը վարձակալությամբ տրված չի, այս պահին երկարաժամկետ վարձակալությամբ ու մենք ամբողջ, այսինքն կարող ես տունը տնորինել, օգտագործել որպես մեկ հատ, մեկ ընտանիքի համար մեծ տուն, սեփական տուն, կամ էլ առանձին բնակարաններ, բայց էլի մեծ տարածքով։ Ու հիմա այնպես է ստացվում, որ մենք ունենք ներքևի մեծ հարկը, որը օգտագործում ենք, այնտեղ այնքան մեծ, այնքան հարմար է, շատ առիթներ ենք արել, շատ վիդեոներ ունենք, եւ ունենք վերևի հարկը, որը կիսա երեխաների սենյակները սանհանգույցով պատրաստ է, բայց էլի պետքա պատրաստվեն ննջասենյակներ, դեռ չգիտեմ ինչպես ոնց կլինի, բայց կարծում եմ այս պահի դրությամբ տվեցի շատ ու շատ մարդկանց հարցերի սպառիչ պատասխանը, որը այդքան գրել հնարավոր չէր ու հենց ինչի այսօր արդեն ասեցի, որովհետև արդեն 3 տարի է, որ կատարվել է մեր երազանքը, մեր այդքան ձգտումների, պայքարի ամեն ինչի շնորհիվ, որ մենք ունենք հիմա ճիշտ է, դեռ պետքա 30 տարի փակենք, բայց դե ամեն դեպքում ունենք մեր մեծ սեփական տունը, մեր բակով, մեր այգիով, չեմ ասում դղյակներ, ինչպես միգուցե շատ է, բայց իմ համար իմ քրտինքով, մեր քրտինքով ստեղծած այդ ամեն ինչը մեր համար ամեն ինչ է, դղյակները, էլ ամեն ինչ էլ է։ Այդպես սիրելիներս, այնպես որ չգիտեմ, էլի գալիս եմ այն մտքին, որ կարևորը նպատակն է, մարդ պետք է ունենա նպատակ, իմանա ինչի համար է ապրում, ինչի համար է աշխատում ու երբ որ ունես նպատակ, հստակ նպատակ դիմացը դրած, ամեն ինչ անում ես, որ հասնես այդ նպատակին, ոչ մի բան հեշտ չի եղել ու այս կյանքում առհասարակ ոչ մի բան էլ հեշտ չի տրվում, եթե ուզում ես քո արդար քրտինքով, քո ուժերով, ես եթե ասեմ ի նկատի ունեմ իմ ամուսնուս ու մեր ընտանիքին, որովհետև ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր ներդրումը, թե ֆինանսապես, թե չգիտեմ, ամենքը մի բանով օգնում են, որպեսզի կարողանանք այս մեծ տունը երկուսս աշխատելով կարողանանք
պահել ու ոչ մի բան չտուժի, ասենք, ոչ դասերը, ոչ երեխաների պարապմունքները, ոչ գործը, ոչ տան, ոչ մի բանը։ Այնպես որ սիրելիներս պետքա համախմբված լինեք, եթե ուզում եք ինչ-որ մի բանի հասնել, պետքա ընտանիքով համախմբված լինեք ու պետքա բոլորի նպատակը մեկը լինի։ Եթե ընտանիքում ամեն մեկ ունեցավ իր նպատակ, ամեն մեկ ունեցավ իր ցանկությունների համար էսպես, չեմ կարծում, որ կարողանանք ինչ-որ բանի մարդ կարողանա հասնել։ Դա մեր սեփական փորձից եմ ասում, պետք է համախմբված լինեք, մի բռունցք դարձած, գնալ այսպես հստակ քայլերով դեպի նպատակը ու հավատացած եղեք, որ կկատարվի այդ։ Այսքանը։ Բարի, այսենց գունեղ, թարմ առավոտ բոլորիդ սիրելիներս, արթնացել եմ շատ վաղ։ Գնացել ենք Կիրակնորյա շուկա, որպեսզի հատուկ գնենք կանաչ լոլիկ, որովհետև երեք ամբողջ խանութներում ման ենք եկել ու չենք գտել ոչ մի տեղ։ Թթվի լոլիկը գնել ենք, մի խոսքով թթու ենք դնում, բայց բոլոր պարագաները չունեմ, բայց քանի որ իմ ազատ օրը Կիրակին է միայն, դրա համար այսօր կդնենք, իսկ հետո արդեն վաղը կգնեմ ասենք ծաղկակաղամն ու քառաուզը, նեխուրը, լավ, ու արդեն կավելացնեմ։ Այստեղ ինչ ունեմ, լոլիկ, կանաչ կաղամ սպիտակ, որ ես էլ եմ ես լվալու կտրատեմ, այստեղ մի փոքր վարունգ եմ բերել, այսինքն շատ էի գնել, բայց այսքանը կդնեմ, որովհետև գիտեմ այդքան էլ տես թթվի մեջ բան չի ստացվում, ամեն դեպքում սիրում ենք մարինատը, ոչ թե թթվի մեջինը, այստեղ գազարը, դափնուտերևներ, սև հատիկավոր պղպեղ, ունեմ սխտոր, որը եւս շուկայից եմ գնել, բուլղարական լավ ընտիր սխտոր է, եւ ունեմ այստեղ այսպես խոշոր մի խոսքով գնացինք։ Ցեք չափերը ինչ մեծ են, այսինքն տարբեր չափերի եմ իհարկե ընտրել, ավելի մեծերն էլ կային, բայց այս իմ համար ամենալավ չափն է, որ այսպես կարելի է 4 անել, ափսեի մեջ ու դնել։ Այսինքն։ Და հիմա ըստ հերթականությամբ այսպես շարտ-շարտ գշարեմ ամանի մեջ։ Ահա եւ վերջ, պատրաստ է, հիմա աղաջուրն եմ լցնում, աղաջուրը ինչպես եմ անում, ամեն 1 լիտր ջրին ավելացնում եմ 2 ճաշի գթալ խոշոր աղ, լավ խառնում եմ, լուծվում է ու ավելացնում եմ ամանի մեջ։ Վերջ, թթուն էլ վերջացրեցինք, իսկ հիմա ընթրիք ենք պատրաստում, ահա տեսեք այսենց գունեղ, համեղ, անուշահամ, անուշաբույր ընթրիք ունենք։ Դե ինչ սիրելիներս, այսօրվա համար էլ այսքանը լավ, մնացեք լավ, եղեք, կհանդիպենք։